լրիվ է, որովհետև ֆեմինիստական պայքարը բոլորի իրավահավասարության մասին պայքարն է եւ բոլոր խմբերի հիմնախնդիրներն են մեր դիտանկյան տակ։ Ցավոք հետազոտությունները, թվերը, փաստերը ցույց են տալիս, որ կանանց նկատմամբ են օրինակ բռնությունները, խտրականությունը եւ այլն, մնացած իրավունքի խախտումները կրկնակի ավելի շատ լինում։ Ֆեմինիզմը նաեւ պայքարում է սեքսիզմի դեմ։ Նախ ես որպես դու գյումրեցի աղջիկ, ես չէի ուզել, որ քո բերանից լսեի սեքսիստական բառը։ Տղամարդ հետյաց բառը նախ բացեմ, որ նկատի ունեմ տղամարդկանց ատում են, չէ, ֆեմինիստները տղամարդկանց չեն ատում, որևէ խմբի չեն ատում, որևէ մարդկան չեն ատում, հակառակը իրենց հիմնախնդիրները լուծելու համար են պայքարում եւ դա որևէ աղերս չունի։ Ֆեմինիզմը որևէ մեկին ատելու մասին չի, հակառակը ավելի կյանքը լավացնելու ու բարելավելու մասին է։ Ֆեմինիստները կարող են շպարվել, կարող են չշպարվել, ինչպես եւ ոչ ֆեմինիստ համարող անձինք։ Շպարվել չշպարվելու մասին ճիշտ է շատ միֆեր եմ լսել, ես ինքս ֆեմինիստ եմ համարվում, ես ինքս շպարվում եմ, ոչ մեկին չեմ ատում, այնուամենայնիվ դա մարդու ընտրությունն է եւ չեն կարող 1-2 անձի ընտրությունը ընդհանրացնենք բոլորի համար։ Այստեղ շատ եմ լսել, որ ֆեմինիզմը տղաների պայքարի մասին չի կամ տղաների համար չի, եթե տղա ես, ապա ինչ ֆեմինիզմ, մի խոսքով ես կարծում եմ, որ տղաները եւս կարող են լինել ֆեմինիստ եւ ֆեմինիստ ուղղակի այն անձն է, ով պայքարում է կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության, իրավունքների հավասարության համար։ Ինձ համար ֆեմինիզմը գաղափարախոսություն է ավելի շատ, սա պայքար է իրավունքների հավասարության եւ ոչ թե սա պայքար է մատրիարխատի կամ մայրիշխանության հասնելու համար, այլև հակառակը։ Ֆեմինիզմը նաեւ ասեմ ավելին պայքարում է տղաների իրավունքների պաշտպանության համար եւս, օրինակ երբ ասում են շատ հաճախ հոդուղզիկ չես կամ չգիտեմ տղա ես միլիացի եւ այլն, այս ամեն ինչը մենք եւս ուզում ենք կոտրենք, որովհետեւ ֆեմինիզմը նաեւ դրա մասին է։ Այսինքն բոլորս հավասար ենք անկախ որևէ հանգամանքից եւ բոլորս կարող ենք մեկս մյուսիս իրավունքների համար պայքարել ուղղակի։ Եթե անձամբ ես այդպես շատ սուբյեկտիվ կպատասխանեմ, երևի թե փոքր նշաններ կարող եմ ասել, որ գրանցել եմ, որովհետև անդադ իրազեկումների, դասընթացների, հանդիպումների մեջ ես փորձում եմ այս գաղափարախոսությունը նաև տարածել եւ տեսնում եմ նաև որոշակի տարբերություն վարքագծային առումով սոցիումում։ Մի դեպք հիշեցի, երբ ինձ ասեցին առաջին անգամ ենք կապույտ մազով աղջիկ տեսնում ու առաջին անգամ ենք մոտիկից ֆեմինիստ աղջիկ տեսնում, ես զարմացել եմ իրական, որովհետև ես էլ առաջին անգամ էի դա լսում, շատ խնդալու էր։